Սա հատված է Ադամանդե ոստիկան ֆիլմից, որի հերոսը հանցագործության համար ոստիկանության հետապնդումից ազատվել է, հատելով ամերիկա-մեքսիկական սահմանը եւ ազատության բերկրանքից ցնծում է։ Ты за пределами нашей юрисдикции. Юрист? Да, я ведь уже за чертой. А раз я по ту сторону, а вы по эту, значит, не можете. Да! Замечательная штука, это юрисдикция. Յուրիսդիկցիան իհարկե լավ բան է, բայց կան տարածքներ, որտեղ ճշգրիտ անցկացված սահմաններն ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծում։ Բացատրեմ։ Երևանում հաշվառված է 35 կամուրջ եւ ուղետար։ Դրանց մեծ մասն ըստ էության մայրաքաղաքի վարչական շրջանների բաժանարար գծեր են։ Եվս 1-2 քայլ ու ես արդեն Շենգավիթից անցնում եմ Էրեբունի վարչական տարածք։ Սա հայտնի Վստրեչի կամուրջն է, որի ուղիղ մեջտեղով անցնում է Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների, այսպես ասած, սահմանագիծը։ Երկու վարչական շրջանները ըստ էության հավասարապես կիսում են նաեւ կամուրջի հետ կապված աշխատանքները։ Սակայն քաղաքապետանում զգուշացրու են միայն ոչ ձնամաքրմանը։ Մայրաքաղաքում ունենք ընդամենը երկու նման խնդիր։ Մեկ ազատության պողոտայի վրա գտնվող ուղետարը, երկրորդը Գարեգին Նժդեհը։ Մնացած բոլոր պարագաներում միևնույն կազմակերպությունն է զբաղվում ձյան մաքրման աշխատանքներով։ Բայց հաշվի առնելով, որ այս երկուսն ընդամենը վարչական շրջանների բաժանարարներ են, ոչ թե պետական սահմանի, ուստի ակնկալում են նրանցից միասնական համերաշխ աշխատանք։ Ազատության պողոտայի ուղեկալը։ Այնտեղ նույնպես փաստորեն տարածքը կիսվում է հավասարաչափ։ Սակայն երբեք օրինակ Քանակեր Զեյթունի աշխատակիցները չեն ասի, որ գիտեք, այստեղ հատվեց մեր սահմանը եւ մենք այլևս պետք է չշարունակենք։ Ինչ է հաճախ տեղի ունենում իրականում։ Սա Գարեգին Նժդեհի ուղետարն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ ուղետարի հենց մեջտեղում հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Պատճառը ձյան եւ սառույցի շերտն էր, որը համապատասխան ծառայությունները ոչ մի շրջանի, ոչ էլ երկրորդ չէին ջանացել մաքրել։ Ավելի ուշ, երբ ճանապարհային ոստիկանությունն արդեն դեպքի վայր դարձած կամուրջի վրա տեղազննում էր իրականացնում, վիրավորներն էլ տեղափոխվում էին հիվանդանոց, հորիզոնին ուրվագծվել էր Էրեբունի վարչական շրջանը ներկայացնող աղ ու ավազ ցանող մեքենան։ Կատարել քարտեզագրված իր հատվածի համար նախատեսված աշխատանքներն ու կամուրջի մեջտեղից շրջվել ու հետ էր գնացել։ Միայն ոստիկանության հետապնդումից ու ամոթանքներից հետո մեքենան վերադարձել է աղ ու ավազը ցանել կամուրջի, նաև վերջիվերջո եղբայրական Շենգավիթին պատկանող հատվածի վրա։ Եթե ձյան մաքրման աշխատանքներն է վերաբերում, ուրեմն այս խնդիրներով զբաղվում է Շենգավիթ վարչական շրջանը։ Իսկ ազատությանի դեպքում։ Ազատության դեպքում ուրեմն զբաղվում է Քանակեր Զեյթուն վարչական շրջանը։ Այլ խնդիր է, որ ներքին համաձայնությամբ ենթադրենք, որևէ մեկը չի հասցնում իր աշխատանքը, կարող է օրինակ Արաբկիր վարչական շրջանը մի օր էլ օրինակ ինքը այդ աշխատանքներն իրականացնի։ Հիմա ձեր բերած օրինակ ինձ համար ուղղակի անակնկալ էր, որ նման երևույթ կա, որ եկավ հասավ այ ինչ որ սահմանագծի եւ չանցավ այդ տարածքը։ Հեռու եմ այն մտքից, որ մենք ունենք նման անբարեխիղճ աշխատողներ։ Կոնկրետ այս դեպքում դժվար է հստակ կողմնորոշվել, ավելի շատ մեղք ուներ Շենգավիթը, որ առհասարակ ոչ մի աշխատանք չէր ձեռնարկել, թե Էրեբունին, որ իր այսպես ասած պաշտոնական տարածքում գոնե փորձել էր պարզերես լինել։ Հովհաննես Ահարոնյանն էլ չի բացառում, որ վարչական շրջանների միջև աշխատանքի բաժանման ներքին համաձայնությունները 100%-անոց արդյունք չեն երաշխավորում։ Եկեք չբացառենք։ Հատկապես կամուրջներով բաժանված վարչական շրջանները միայն կոմունալ ծառայությունների համար չէ, որ խնդիրներ են առաջացնում։ Սա Սեբաստիա փողոցն է, որի մեջտեղով կիսվում են Մալացա Սեբաստիա եւ Աչափնյակ վարչական շրջանները։ Եթե ասված մի արասցե փողոցի հոց գծի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենա, բուն գործին անցնելուց առաջ ճանապարհային ոստիկանությունը ըստ ամենայնի պետք է ժամերով պարզաբանի։ Ի վերջո, որ շրջանի ոստիկանությունը պետք է գործը քննի։ Փետրվարի 3-ին Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել։ Երևանաբնակ 32-ամյա տղամարդը Կիևյան կամուրջից ցած է նետվել։ Դին հայտնաբերելուց հետո ոստիկանությունը երկար ժամանակ փորձում էր հասկանալ հիմա այս տարաբախտ ինքնասպանը ի վերջո որ շրջանի տարածքում է ընկած։ Նման դեպքերն ամենևին էլ եզակի չեն։ Դեռևս խորհրդային ոստիկանության գործունեությունից հիշարժան դրվագներ կան։ Օրինակ, թե ինչպես են ոստիկանները մի շրջանում հայտնաբերված դիակը ներքին կարգով տեղափոխում հարևան շրջան, ապա հանգիստ խղճով ու ինքնագոհ կեցվածքով շունչ քաշում, թե մի չեպեյով քչացրին իրենց աշխատանքը։ Խորհրդային տարիներից մնացած սովորության ուժը մեծ է, որը հաղթահարելու համար թե գաղափարական եւ թե գործնական աշխատանքների անհրաժեշտություն հաստատ կա։ Բառից բուն իմաստով Երևանը միատար պետք է դիտել, ոչ թե ասել սա ես այս շրջանի պետն եմ, հա, նա այն շրջանի պետն է, դե լավ, դե իմ ինչ գործն է,
Ես ուզում եմ դա այդպես ձեր բնավորության գիծ դառնա, որ Շենգավիթի պետը իմանա, որ ինքը եւ Նորքի պետն է, եւ Մալացիայի պետն է։ Հակառակ դեպքում, եթե մենք կանգնենք մրցումներ անելու, ոչինչ չի ստացվի։ Հայտնի է, որ խորհրդային տարիների կամուրջների խնդիրներով որպես ռազմավարական կառույցների, նաև դրանց վրա տեղի ունեցած դեպքերով զբաղվում էր առանձին ստորաբաժանում։ Անիմաստ պարզաբանումներից խուսափելու համար։ Հիմա այլ է։ Եթե ոստիկաններին կոչ է արվում աշխատել առանց ԻՄՈՒՔ-ի մտածելակերպի, ապա կոմունալ ծառայություններին կոչերը չեն փրկի։ Արդեն առաջին փուլով անցկացված մրցույթի վերջնական արդյունքում, որին մասնակցել է միջազգային 8 կազմակերպություն, կընտրվեն 2-ը, որոնք էլ կզբաղվեն մայրաքաղաքի կոմունալ խնդիրներով։ 12 վարչական շրջանների բաժանարարների փոխարեն նրանց համար կլինի միայն մեկը՝ արևելյան եւ արևմտյան Երևանների միջև։ Նելի Հարությունյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգին։